Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ 8-9% 54-ից քիչ, այսօր խորհրդանում ունի 70%-ից ավելի մեծ ներկայացվածություն։ Ես ուղղակի քաղաքական ուժերին, ովքեր ցանկանալու են մասնակցել ընտրություններին, ովքեր իրական ընդդիմություն են, այլ ոչ թե հրապարակից սնվող ընդդիմություն են, այդ վիճակագրությունը հիշել։ Պարոն Խաչատրյան, ներողությունների Ժորժ ջան, ես սպասեցի դուք ձեր ոլորտային հարցերը տվեցիք, հիմա ես եմ տալիս, հա։ Պարոն Խաչատրյան, դուք արդյոք այս կոչով ակնարկում եք, ուղղում եք Սամվել Կարապետյանին, Արման Թաթոյանին, որի գիտություն ընդունեն, թե 21-ին ինչ ա եղել։ Ես կարծում եմ, գոնե Սամվել Կարապետյանը շատ ավելի մեծ ընտրազանգված ունի, քան թե փոքր կուսակցությունները, որոնք ստացել են օրինակ 12000 քվ։ Սամվել Կարապետյանին դա վստահաբար չի վերաբերվում, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ինքը բավականին մեծ ընտրազանգված ունի։ Արման Թաթոյանը պետք է ինքը որոշի ոնց է գնալու։ Ես չգիտեմ, ինքը հայտարարել է, թող ունենա, տեսնենք վերջի ինչ է լինելու, բայց ամեն դեպքում ես բոլորին եմ դա հիշեցնում։ Ես Կարապետյանների մերժումը ինչպես ընդունեց Հայաստան դաշինքը, Նարեկ Կարապետյանը ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի նշեց, որ չկա Քոչարյանը այն ցանկում, որոնց հետ իրենք կմիավորվեն։ Չկա, ընդունեց գիտություն։ Ինչու, սա ինչ է, սրանից ինչ հետևություններ։ Բայց դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ Նարեկ Կարապետյանի խոսքերը, Նարեկ Կարապետյանը կարծում եմ մամուլի առաջ բաց է եւ բոլոր հարցերին պատասխան։ Լավ, հասկացա, չի ուզում առանձին կանեն, մենք էլ առանձին կանենք, մենք էլ դաշն։ Մի րոպե, մենք նայեք, ես Նարեկ Կարապետյանի խոսքերը կարող մեկնաբանելու իրավունքը Նարեկ Կարապետյանինն է կամ իր նշանակած մարդունն է։ Մենք այսօրվա դրությամբ Հայաստան դաշինքը դա ընդունել է գիտություն։ Okay։ Հետևություններ արել եք, ինչու Կարապետյանները չեն ուզում։ Իսկ ինչի պետք է ուզեին։ Պարոն Խաչատրյան, իրանք առանձին քաղաքական ուժի հետ են ներկայացնում։ Չէ, պարզապես ներողություն, Ռոբերտ Քոչարյանը նշում էր, որ կանցնեն երեքով Քոչարյանը Փաշինյանը։ Հա, նախընտրականի մասին է խոսքը գնում։ Այո, դա ընդունեցի, բայց յետընտրական զարգացումները ես կարծում եմ, որ կկրկնվի Գյումրիի սցենարը, որովհետև Փաշինյանին չսիրողներն ավելի շատ են, քան սիրողները։ Առանձին կներկանաք, հետո ժողովրդին սկզբից կասեք, ինչպես Գյումրիում է, չէ, մենք չենք միավորվելու եւ վերջին պահին ժողովուրդը։ Ոչ, Գյումրիի ընտրություններին նախ դու ինքդ ես Գյումրից գալի ինձ ես ասում, գոնե ուժերից մեկը ասել էր, եթե ես պատրաստ եմ իմ ձայները տալ նրան ընդդիմադիրներից, ով ամենաշատ ձայնը հավաքի եւ դրա մասին նաև նախագահ Քոչարյանը խոսեց իր վերջի ասում։ Եվ պարոն Խաչատրյան, դաշնակցությունը որոշում ունի Քոչարյանի հետ շարունակելու է, թե ոչ։ Ես կարծում եմ այդ հարցը պետք է դնեմ իմ Facebook-յան էջին, այն pinned message-ի նման։ Դաշնակցությունը ընտրություններին մասնակցելու հարցը, մասնակցելու ձևաչափը որոշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովում, մինչև Գերագույն ժողովի հրավիրումը եւ որոշում կայացնելը որևէ մեկը ոչ թե չի կարող, որովհետեւ արգելված է, որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչա լինելու։ Պետք է քննարկել այդ հարցը։ Անկասկած, նույնը եղավ 21 թվականին։ Հաստատ որոշում չկա դեռ։ Ասեք, որոշումը կուսակցությունը կայացնի, չէ՞։ Կուսակցության որոշումը կայացվում է ժողովի ժամանակ։ Խաչատրյան, Մոլդովայի օրինակը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն էլ ակնարկեց իր հարցազրույցում, որ այսպես կարող են փորձել, իհարկե դրսի ընտրողների մասով խնդիր կա, բայց երբ Փաշինյանը այստեղ խորհրդանի ամբիոնից կուսակցություններ փակելու մասին է ակնարկում եւ այլն, այս սցենարը որքանով է իրատեսական համարում, Հայաստանում կարող է դա կիրառվել եւ ինչ պետք է անի ընդդիմությունը։ Պատահական չէր, չէ՞, Նարեկ Բաբայանի հարցը։ Պատահական չէր, այսինքն սանով ինքը Նիկոլ Փաշինյանին քաղաքական հայտարարություն անելու հնարավորություն տվեց։ Եվ քաղաքական հայտարարությունը այն էր, որ այս իշխանությունները չեն խորշելու որոշ կուսակցությունների թույլ չտալ մասնակցել ընտրությունների, օրինակ 1995 թվականի հուլիսի 8-ին դաշնակցությունը թույլ չէր տրվել մասնակցել եւ նաեւ Սիմ դաշնակցություն բլոկ է ձևավորվել, իրանց թույլ չտրվեց, մեզ եւ Սիմի։ Իսկ դաշնակցության հարցում ես կարծում եմ իրանք հիմա դոսիե են հավաքում, որպեսզի դաշնակցության գործունեությունը միայն դաշնակցության դեպքում կլինի, որտեղ խոսակցություններ կա, որ օրինակ մեր ձևովը եթե դառնա քաղաքական պարզապես չգրանցվի։ Ես դաշնակցության մասին եմ ասում, իր եւ իր կուսակիցների հայտարարությունները հստակ է, որ իրանք այդ հարցում առնվազն ջանքեր թափում են։
որ կարողա չգրանցեն, չեն բացառում նաև։